Չէ, սա մոդայի վերջին կիչի չէ։ Սա պարզապես մեր այսօրվա հերոսի զրահաշապիկն է, որը մեր հերոսը կրել է 6 տարի 1990-ից մինչև 96 թվականները։ Դարձյալ Կիրակի և Զանգակի եթերում բարի երեկո հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մնացեք մեզ հետ, մի խոսքով, բարի երեկո։ Աշխատավորի համուտ յուղացու ողջ եմ է, բոլորիս էլ պարզա թե նման երթե չկա, ասենք պաշտոնապես հնենց մարդ չենք ունեցեմ, ուզիկ աշխատել ենք, ապրել ենք, չարչարանքով։ Սնովս այրս իհարկի միշտ աշխատեմ, այրս ոչ, տնային տնտեսու եղե։ Այրս եղել է հույսում վարպետ։ Մանկությունս մի բաղասեմ, որ մանկական տարիները միջև երկրորդ դասարան անցնել է դպրոց սովորելու։ Անցել է Տավուշում, Ղերձիկ յուղում, ընտեղ եմ ծնվել իհարկե։ Ինտես նոր երկրորդ դասարանից տեղափոխվել ենք Մարտունի, իհարկե մեր ազգությունը, մեր հարազատները բոլորը գտնվում են Մարտունի։ Մեծ ազգություն է, երևի կարող եմ ասել, որ երրորդ ազգությունն է Մարտունի մեջ, Հոխանի ազգը։ Տեղափոխվել ենք ստեղ, էլի հաճախել եմ դպրոց, այ մանկությունս եղել։ Ճիշտ ասած, ամեն ինչի հետ հետաքրքիր սեր եմ եղել, թե աշխատանքի մասնագիտական գծերով սովորել եմ։ Մի քիչ այնքան էլ հարթ չի եղել, իհարկե կյանքը լավ չի եղել, բայց ապրել ենք։ Միագույսս հայրս եղել աշխատում։ Մինչ բանակ մեկնել եմ, իհարկե դեռ 68 թվից 67 թվից ես անցել եմ աշխատանքի։ Առաջի հենց պրոֆտեխնիկական ուսումնարանը, որ Մարտունում բացվեց, իհարկե դպրոցից հետո ես մասնագիտական գծով շարունակեցի սովորելը մեր պրոֆտեխնիկական ուսումնարանը։ Դրա հետ միասին համատեղ աշխատում էի այգուտեխնիկայում, ֆերմաների բաներ, մեխանիզացիա էր, գյուղերին ասենք ջրի բանի, թավեի ջանիկի բանի հետ աշխատում էի։ Հետից նոր 69 թվականի նոյեմբերին զորակոչվեցի բանակ։ Ծառայել եմ խորհրդային իշխանության 2 տարի, իհարկե շատ մոտիկ տեղեր բախտես դենց էր բերվել, ծառայել եմ Ղափանում, ներքին զորքեր, 2 տարի ծառայությունից հետո էլի նորից շարունակել եմ աշխատանքս։ Հենց սկզբից էլ իհարկե թողեցի մնացած ծանր բոլոր աշխատանքները, ինքնուս վարպետ եմ եղել, զբաղվել եմ ժամակերպությամբ, երկարուց տարի։ Ոչ մեկի մոտ չես սովորել։ Չէ, ինքնուս։ Ուղղակի սիրել եմ այդ աշխատանքը, չնայած մասնագիտական գծով, ասեմ որ ինչի էլ որ միտքս տնեմ ինչ-որ անելու, մոտս ստացվում է։ Լուսամուտի դրվից սարքեմ, նույնս ենք, ինչ մասնագիտություն է, վարկից, երկաթից բաներից, դες բաների հետ լավ եմ ինի մասնագիտություն։ Դրի ոչ չնես լիարժեք վարպետի, այլ Զենքին ասեմ, ամենանասելս չտեմ, հենց մանկուց, բերդ փոքր հասակից սիրել եմ, շատ փոքր հասակից, արդեն հասկացել եմ, որ զենքա ու սիրել եմ, բայց ինչի չգիտեմ, արդեն ինչ-որ մի ձգտում կար, ես պիտի անպայման դրանց հետ ծանոթել եմ բան, բանակում, ասեմ, որ նույնս մեր F-1 գրանատների բաների Երևանում իհարկե կամից մնացինք, նոր տեղափոխեցին Ղափան, դեռ ես նույնիսկ գզագրներ բան տվեցի, որ ինչպես կարելի է փոխել էլ ավելի լավ ձևի սարքել գրանատները, բանան հետաքրքրում էին այդպես բաները։ Չեպկա անցկացրին, դեռ մաքսիմկա պլյումոդը գոյություն ուներ, սովորեցնում էին։ Ինձ ավելի շատ ձգտեց շուտ և շատ էֆեկտիվ կրակող զենքեր են, այլ ոչ թե ասենք ադրճանակից պաշտպանության մնացած խոշոր բաները։ Կարծես թե մոտ հենց այն էր առաջացել, որ ինչ-որ մի օր պետք է գալու։ Ոչ թե անձնականի համար, այլ ազգի համար։ Հետո օրմազիկ պապս, իհարկե մորական հայրականն ես չեմ տեսել, հայրական պապիս։ Ինքը 14 թվին է կախտել,
Անդրանին նա իհարկե բերել 14 տարեկան թե 15 տարեկան ասակում էր ծերունին պապուս մեծ Գերդաստան են ունեցա եւ ինքը ականատես եղա թե ոնց են մորն սպանել աղբորը քրոջը ասածների մի աղբերը քուրն են մնացել ինքը Անդրանիկի հետ է եկել ու ճանապարհին կորցրել աղբորն էլ քրոջն մենակ եկել նորադուս գյուղ հիմնել երբեմն Հրանամ ասեմ որ ինձ շատ զենքին զուտ ազգային ինքնապաշտպանության համար դու պապիս խորհուրդներն էր որ մի օր էլի ինչ որտեղ էլի մենք մեր ազգի համար դուքս են տալու պաշտպանության ու ավելի շատ սերս տարալ դեպի զենք Շարքերը երբ մեր լավ Հարամպանցովիկ Վասիլյանի գաղափարախոսությունը ես ինձ առաջերտին ընդունեցի որտեվ զուտ ազգային էր իշա ազգի բարողության համար էր գաղափարախոսությունը ես էլ հասկանում էի որ առանց զենքի պաշտպանություն հնարավոր չի ազգին ընդգրկվեցի հայդատ կազմակերպության մեջ եւ մինչեւ այսօր էլ այդ նույն գաղափարի տերն եմ չեմ փոխել ոչ մի կազմակերպությունը ինձ համար ընդունելի չի եղել բայց այդ գաղափարը որ զուտ հայրենասիրական էր նպաստում էր հայերին ավելի շատ կազմակերպել միասնության մեկ խմբավորման մեջ դրա համար այդ գաղափարը մնացի մեջ միջև առիթ այսինքն ինչքան էլ որ ապրեմ քանի տարի որ ապրեմ ես չեմ փոխել այդ գաղափարը մարդադրված պատերազմ էր ազերիների կողմից ստիպված է ես զենք վերցնել ոչ թե միայն ասեն գաղափարը այլ պետք է նաև զենքով գաղափարով միայն ազգ չես փրկի կամ ազգի ուղի տեր չես դառնալու մենք ես էլ գիտեի որ մեր պատմական ուղերը եւ պապիս պատմածը թե ինչ են արել մեր գլխին